Սոցցանցերում տարածվում է տեղեկություն, թե պարեկային ծառայությունը Արցախում գրանցված մեքենայի վարորդին տուգանել է տեխնիկական զննություն չանցնելու համար։ Հրապարակմանը կցված է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը, ակտը։ Պարզվում է, այդ մեքենայի վարորդը նույն իրավախախտման համար երկրորդ անգամ է տուգանվում։ Սա պարեկների անփորձության ու չիմացության արդյունքը Արցախի մեքենաները Հայաստանում տեղ զննում անցնելու պարտավորություն չունեն։ Մեր երկրում վարելու համար իրենց համար պարտադիր է միայն ԱՊԱՆ-ը։ Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովն ասում է, որ վարչական իրավախախտման ակտ կազմելուց առաջ պարեկային ծառայությունը պարտավոր էր ստուգել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, որտեղ կտեսներ հաշվառման հասցեն։ Հաշվառման հասցեով նայում ես ու պիտի այդքան քթածակ ունենաս ու գիտելիք ունենաս, որ հասկանաս պետք չի տուգանել։ Դա ներողություն խնդրելու ենթակա հանգամանք է ու վստահ եմ, որ կես բերան, որ պահանջը գրվի կամ նույնիսկ չգրվի, միևնույնն է պարեկային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն է անցկացվելու։ Եթե անգամ ակտը լիներ իրավական, հարցը պետք է դիտարկվեր նաև բարոյական հարթությունում, ասում է իրազեկ եւ պաշտպանված պարող հասարակական կազմակերպության նախագահն ու ավելացնում, որքան էլ տեղ զննումը երթևեկության անվտանգության ռազմավարական նշանակության հարց է, պետք է չմոռանալ, թե մեր երկրում ինչպիսի բարեխղճությամբ են իրականացնում այդ գործընթացը։ Իրականում ինքը երթևեկության անվտանգություն չի ապահովում, այլ ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի, գումար վերցնելու բնույթ ունի, կամ անվտանգություն ապահովելու։ Գալիս է ապացուցումը հերթական անգամ, որ մենք հատուկ վերաբերմունք այսօր դժվար վիճակում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ պարզապես չունենք։ Եթե պարեկային ծառայությունն այդքան կարևորում է մեքենաների տեղ զննումները, ապա ըստ ոլորտի մասնագետների պետք է նախապես մշակած լինեին մեթոդական ուղեցույց, թե ինչպես պետք է արցախցիները կարողանային հաղթահարել այդ անհաղթահարելի խոչընդոտը։ Ներքին գործերի նախարարությունում խնդրին տեղյակ են, խնդրեցին գրավոր հարցում անել։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։